Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք ելակի ծուկատներ, չրեր։ Ասեմ, նախապես ես ելակը ամբողջը մաքրել եմ, լվացել եմ, տեսնում եք ջոկել եմ ամբողջը, հատիկ, այսպես առողջները, որպեսզի ծուկատները լավ ստացվի։ Ասեմ նաև սիրելիներս, ուրեմն ես նայեք ելակի չիրը ծուկատը որ անեմ, այնպես եմ անելու, հենց այսպես, տերևներն ու պոչիկները չեմ հանել, որպեսզի հենց այսպես էլ չորացնելու եմ, հենց այդպես է չորանալու է։ Ցույց տամ, նայեք, բոլորը առողջ, մեծ, դե իհարկե չրի համար, ընդհանրապես ծուկատի համար, այսպես մեծերն են պետք և առողջները, նայեք։ Ինձ մոտ 2 կիլոգրամ ելակ էր, դե մաքրել եմ, ջոկել եմ, մի քիչ, 200 գրամ երևի պակասվրից, իսկ դրա համար մեզ պետք է 1 կիլոգրամ շաքարավազ, դե ինձ սիրելիներս սկսեցի, ելակները հիմա վերցնում ենք մի կողմ դնենք, սկզբի համար, այսպես, հիմա ես նախապես կշռել եմ 1 կիլոգրամ շաքարավազ լցնելու ենք, այսպես, վրան ավելացնելու եմ մի բաժակից մի քիչ ջուր, սովորական ջուր, նայեք, մի բաժակից մի քիչ, այսքան, բավական է, և դնելու ենք գազին, սիրոպը պատրաստենք, սիրոպը պատրաստելուց հետո, սիրելիներս, արդեն կասեմ հերթականությամբ ինչ ենք անում, ջուրը լցնելուց հետո, ինչպես տեսակ, սիրելիներս, այսպես առնում ենք և դնելու ենք գազին, մնացածը արդեն գազօջախի մոտ ցույց կտամ, հիմա գազօջախը վառում ենք, դեն սիրելիներս հիմա նայեք սիրոպը, այսպես, եփելու է, այսպես խառնում ենք անընդհատ, և ավելացնելու ենք մի փոքր թեյ թալ լիմոնի աղ, հիմա կավելացնեմ և ցույց կտամ, հիմա նայեք, նորից այսպես լավ խառնում ենք, տեսնում եք արդեն ուզում է եռալ, հիմա նայեք արդեն սիրոպը եռում է և ինչ ենք անում, այսպես, նայեք, այսպես հատիկ լցնելու ենք, դրա համար եմ ասում, վերցնում ենք առողջները, մեծերը, որպեսզի ծուկատները լավը լինի, այսպես ամբողջը, շատ լավն է սիրելիներս, դուք էլ այսպես փորձեք, այս տարբերակով և կհամոզվեք, կտեսնեք, որ իրոք, հիմա ամբողջը լցրեք, այսպես, նայեք, տեսնում եք, հիմա այսպես կթողնենք և կհանենք, այն մյուսը կլցնենք, հիմա նայեք սիրելիներս, այսպես,
մի 2 րոպե, շատ չէ, թողնում ենք և հանելու ենք, նայեք, և հատ-հատ հանելու ենք, մամանի մեջ դասավորենք։ Ամեն տարի ես պատրաստում եմ ու շատ լավն է լինում, սիրելիներս, հավատացնում եմ, դուք է պատրաստեք այս տարբերակով և կհամոզվեք, որ ինչքան լավն է, և տեսքն է պահպանվում ամբողջովին, և համն է շատ լավը, շատ լավ լինում է, դուք էլ այս տարբերակով պատրաստեք և կհամոզվեք։ Ես շատ չեմ էփում, մի քանի անգամ չեմ էփելու, սիրելիներս, սա ընդամենը մի անգամ էլ անելու եմ ու վերջ։ Գույնը տեսնում եք, որ շատ էփում են, գույնն էլ է սևանում, պետք է հենց անենք, որ իր գեղեցկությունը, իր այդ գույնը, իր համու հոտը պահպանվի։ Ցուկատը հենց դրա համար է, սիրելիներս։ Մարդ կա մուրաբի պես անում ու արդեն հանում, չէ, դա այդպես չի, սիրելիներս, այդպես չի լինում, ես ամեն դեպքում այդպես չեմ անում և խորհուրդ չեմ տա, հիմա ես մանրամասը ձեզ ներկայացնում եմ և խորհուրդ եմ տալիս այս տարբերակով փորձեք և կհամոզվեք, թե ինչքան լավն է լինում։ Հիմա արդեն հանելու ժամանակն է, այ այսպես, նայեք, իրա տերևները, իրա պոչիկները այսպես հատ-հատ շարելու են, տեսեք, և դնելու եմ մեր պատուհանագոգին, շատ արև է, նայեք ինչքան լավն է, շատ արև է, շուտ չորանում է, ես մանրամասը բոլորը ձեզ ցույց կտամ, կներկայացնեմ, տեսնում եք իրա տերևները, իրա պոչիկները, այ այսպես, դրա համար եմ ասում։ Պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, սիրելիներս, տեսեք, լագույնին նայեք, ինչքան լավն է։ Հիմա նայեք հեռում է, լցնելու ենք ու արագ հանենք, այ այսպես նորից, այնքան առողջ են, որ տեսնում եք եռ կանգնեց, երբ որ եռում էր ես լցրեցի, ելակները լցրեցի մեջը արդեն եռը կանգնեց, հիմա այսպես մի 2 րոպե թողնելու ենք, չենք թողնելու նորից եռա և հանելու ենք, նայեք, ելակների գույնին, հիմա նայեք, այս առաջի անգամվա հանածներն է, հիմա երկրորդ պարտիան է կհանեմ և կդնենք պատուհանագոգին ու կշարունակենք, սիրելիներս։ Դե ինչ, սիրելիներս, արդեն հանելու ժամանակն է, նորից եմ ցույց տալի, նայեք ինչքան առողջ են, Հիմա նայեք, սիրելիներս, արդեն երկուսն էլ հանել եմ, կթողնեմ այսպես կես ժամ լավ կհովանա և կշարունակենք, սիրելիներս, նայեք ինչքան լավն է, և տեսքն է պահպանվել, և իրեն գույնը, կշարունակենք, սիրելիներս։ Հիմա նայեք նորից տակը միացրել եմ, սիրելիներս, արդեն լրացավ կես ժամը, նորից միացրել եմ, հիմա
Հենց տեսնենք սկսեց եռալ, տակը ցածրացնում ենք և ելակները լցնում մեջը։ Հիմա արդեն սկսեց եռալ, այսպես տակը կցածրացնենք և նորից ելակները այսպես հատ-հատ լցնելու ենք մեջը, միանգամից չենք լցնելու, որպեսզի չջարդվի, այնպես ենք անում, իր տեսքը ամբողջը պահպանվի, այսպես։ Ինչքան լավն են իրենց պուչիկները, տերևները, ես ձեռքով տերևները հետո արդեն չորացնելու ժամանակ այսպես դսելու եմ, ուղղելու եմ, որպեսզի գեղեցիկ լինեն պուչիկների հետ։ Նորից ամբողջը կհանենք, այսպես ցույց տամ, նայեք սիրելիներս, տերևները ես այսպես կդզեմ, նորից այսպես հատիկ, նայեք իր տերևներին, այսպես ցույց տամ, նայեք, ինչքան առողջ, ինչքան լավն են, գույնն էլ լրիվ պահպանված, դրա համար եմ ասում, չենք թողնում, որ եռա ելակները մեջին, սիրոպը ինչքան եռում է, բավական է, տակը ցածրացնում ենք և հանում ենք ելակները։ Հիմա այս տանում ենք, սա բերում ենք և ինչ ենք անում, նորից եռը տեսնում եք կա, եռում է, տակը ցածրացրած, հիմա որ լցնենք, արդեն ինքը լրիվ նորից կկանգնի, արագ, սիրելիներս, հատ, այսպես։ Դե ինչ, հիմա նայեք, արդեն ամբողջությամբ սիրոպն էլ է հովացել, սիրելիներս, ելակներն էլ, այսպես, բոլորը այսպես լցնելու ենք, նայեք, մեջը և թողնելու ենք, կես ժամը բավական է, սիրելիներս, այսպես լցնելու ենք բոլորը, թողնենք, մի կես ժամ հանենք ու վերջ, արդեն ամբողջության վերջ։ Հիմա նայեք, մի մասը լցրեցի, հիմա մի մասն էլ արագ նորից լցնեմ, այսպես անընդհատ լցնելուց հետո, այսպես ենք անում, հիմա մի մասն էլ նորից արագ այսպես լցնեմ և միանամ ձեզ, սիրելիներս։ Հիմա ամբողջը լցրել եմ և այսպես սառը սիրոպի մեջ, ոչ մի բան չկա, այսպես կմնա մի կես ժամը բավական է և հանելու ենք ու վերջ, դնելու ենք չորանալու, կդասավորենք ամանների մեջ, տերևները ես բոլորը կուղեմ, գեղեցիկ կտնենք արդեն չորանալու, այսպես թող մնա, դե ինչ սիրելիներս,
Արդեն ժամանակն է հանելու, ժամանակը լրացավ, հիմա նայեք, եսա ես կհանեմ, հերթականությամբ կդասավորեմ ամանի մեջ, այսպես պոչիկները, տերևները ամբողջությամբ լրիվ ուղեմ և պատրաստի վիճակում ձեզ ցույց կտամ, դե ինչ ես սկսեցի արագ հանել արդեն, դե ինչ սիրելիներս, նայեք, արդեն ամբողջը պատրաստ է, մեր ծուկատները այսպես ցույց տամ, նայեք, իրանց պոչիկները, տերևները, բոլորը իրանց հետ, այ այսպես, նայեք ինչքան լավն են, առողջ տեսքը բա, գույնը, տեսքը, բոլորը, ինչքան լավն են առողջ, չորանալու ընթացքում սիրելիներս սենց հատ ցույց տամ, որ տեսնեք իրա տերևները, պոչիկները, կա, չորանալու ընթացքում անընդհատ ամանը փոխելու ենք, ամանները փոխելու ենք, այ այսպես, այսա, սրանք էլ արդեն այսպես, նայեք, նորից, դե ինչ գնում ենք արդեն չորանալու սիրելիներս, ընթացքում ցույց կտամ, ոնց եմ չորացնում, ոնց են չորանում, այսպես մեծ, գեղեցիկ, պետք է բոլորը չորանան, իրանց պոչիկները, տերևները, նայեք սիրելիներս, դե ինչ սիրելիներս, նայեք արդեն երկրորդ օրն է, տեսեք տեսքը ելակների, ինչպես է պահպանվել, այսպես դնում եմ պատուհանագոգին, չորանում ենք նորին, նայեք, տեսեք մեր ելակներին, երկրորդ օրն է, որ այսպես չորանում է, ինչքան լավն են, ինչքան մոտիկացնեմ, նայեք, այսպես գեղեցիկ ելակների ցուկատ ունենք, ցույց կտամ արդեն չոր վիճակում սիրելիներս, ահա նայեք, արդեն ամբողջությամբ պատրաստ են մեր ցուկատները, ելակի չրերը, տեսեք ինչքան լավ են եղել, ինչքան գեղեցիկ են, իրենց տեսքը ամբողջությամբ պահպանվել են, իրենց պոչիկները ինչպես խոստացել էի, այ այսպես, իրենց տերևներով, նայեք սիրելիներս, բոլորը, մեկը մեկից լավը, մեկը մեկից գեղեցիկ, սիրելիներս, նայեք, շատ շուտ է չորանում, շատ, դուք է պատրաստ եք, նայեք սենց ցույց տամ, ինչքան գեղեցիկ են, ինչքան լավն են սիրելիներս, պոչիկները երկար, ես ամեն տարի որ չորացնում եմ, հենց այսպես իրենց պոչիկներով, տերևներով, բոլորը, ինչքան լավն են, հատ ցույց տամ, մեկը մեկից լավը, մեկը մեկից գեղեցիկ, իսպես դնեմ, դե ինչ սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, դուք է պատրաստեք այս տարբերակով, դուք էլ համ տեսեք ու համոզվեք ինչքան լավն է լինում, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիներս, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, այսօր այսքանը սիրելիներս, բոլորիդ հաջողություն եմ աղթում, սա էլ պլյուսներ, սա մի քիչ մանրոտա, փոքրոտա, այ այսպես, նայեք, կարող եմ մի քիչ էլ մոտիկ բերել, դե ինչ բոլորիդ հաջողություն եմ աղթում սիրելիներս,